Այս մարդուն մնացել էր ապրել 47 վայրկյան, եւ նա դա գիտեր։ Նրա հետ ինքնաթիռում էր եւս 500 մարդ, ու նրանք բոլորը դա գիտեին։ Ինքնաթիռների սև արկղերը գրանցում են ամեն վայրկյանը, ամեն շունչը, ամեն բառը, որ ասում է օդաչուն իր կյանքի վերջին րոպեներին։ Սովորաբար սև արկղերի ձայնագրությունները հասարակ մարդիկ չեն կարող լսել։ Մինչև հիմա։ Այսօր դուք կլսեք ինքնաթիռների սև արկղերի 4 ձայնագրություններ, 4 իրական ձայնագրություն, որոնք արվել են ինքնաթիռների ընկնելուց ընդամենը վայրկյաններ առաջ։ Պատմությունները բոլորը հետաքրքիր են, իսկ ամենաանհավանական պատմությունը ես պահել եմ վիդեոյի վերջում։ Ընթացքում կլինեն փոքրիկ գովազդներ, բայց հենց այդ գովազդներն են ինձ օգնում ամեն շաբաթ ձեզ համար նոր վիդեո նկարել։ Դրա համար խնդրում եմ ձեզ, զինվեք համբերությամբ, ըմբռնումով ու մի անջատեք վիդեոն։ Առաջին ձայնագրությունը մի ինքնաթիռի սև արկղից է, որի ղեկին վթարից ընդամենը վայրկյաններ առաջ եղել է 15-ամյա երեխա։ 1994 թվական, մարտի 23, ռուսական Aeroflot ընկերություն A310 թռիչք։ Ինքնաթիռը ուղղություն էր վերցրել Մոսկվայից դեպի Հոնկոնգ։ Թռիչքը հանգիստ էր։ Կապիտան Յարոսլավ Կուդրինսկու համար այս թռիչքը տարբերվող էր, որովհետև առաջին անգամ նրա հետ ինքնաթիռում էին նաև նրա կինը եւ 2 երեխաները՝ 13-ամյա Յանան եւ 15 տարեկան Էլդարը։ Ուղիղ կեսգիշերին, երբ ուղևորների մեծ մասը քնած էր, կապիտանը որոշում է զարմացնել երեխաներին։ Նրանց կանչում է օդաչուի խցիկ, իսկ հետո էլ ավելի փառահեղ միտք է նրա մտքով անցնում։ Կապիտանը միացնում է ինքնաթիռի ավտոպիլոտը եւ առաջարկում է օդաչուի ղեկին նստել երեխաներին։ Առաջինը կապիտանի ղեկին նստում է 13-ամյա Յանան, բայց նրա համար այս զբաղմունքը ձանձրալի է լինում։ Մի քանի րոպե հետո նա իր տեղը զիջում է եղբորը, 15-ամյա Էլդարին։ Գիշերը 00:51 րոպե։ Ինքնաթիռի ղեկին 15-ամյա Էլդարն է։ Տղան ոգևորված է։ Ղեկը պտտում է աջ, իսկ հետո ձախ։ Հայրը կողքից ծիծաղում է ու ոգևորում է։ Տեսնում ես ինչպես է ինքնաթիռը թեքվում։ Միայն թե կապիտանը չգիտեր մի բան։ A310 մոդելի ինքնաթիռների դեպքում, եթե 30 վայրկյան ղեկը թեքեսնի ուղղությամբ, ապա ավտոպիլոտը ինքն իրան անջատվում է եւ ինքնաթիռն անցնում է ձեռքի կառավարման։ Այս դեպքում 15 տարեկան Էլդարի ձեռքի կառավարման։ Առաջինը այն, որ մի բան այն չէ, նկատում է հենց տղան։ Նա ասում է. հայրիկ նայիր, ինքնաթիռը ինձ է լսում։ Բայց կապիտանը սրան ուշադրություն չի դարձնում։ Նա պարզապես ծիծաղում է եւ հումորով ասում է. այո տղաս, դու շատ հզոր ես։ Իսկ այդ նույն ժամանակ գիշերը 00:55 րոպեին վահանակի վրա միացել էր դեղին ազդանշանը, որը վկայում էր, որ ինքնաթիռը անջատվել է ավտոպիլոտից եւ անցել է ձեռքի կառավարման։ Բայց այս ազդանշանը չի նկատում ոչ կապիտանը եւ ոչ էլ երկրորդ օդաչու։ 30 վայրկյան հետո ինքնաթիռը կտրուկ թեքվում է եւ օդում կախված է մնում 90 աստիճան թեքված վիճակում։ Երբ կապիտանը եւ երկրորդ օդաչուն հասկանում են, թե ինչ է կատարվել, փորձում են արագ զբաղեցնել իրենց տեղը ղեկի մոտ, բայց դա տեխնիկապես անհնար է դառնում, որովհետև 90 աստիճան թեքված վիճակում ճնշման ուժը այնպիսին էր, որ կապիտանը պարզապես չէր կարողանում Էլդարին հանել օդաչուի ղեկի մոտից եւ զբաղեցնել իր տեղը։
Ինչքանով է այսօր ռեալ գալ Ամերիկայի եւ դիմել քաղաքական ապաստանի հարցը ուղում եմ փաստաբան Մերի Կոստանյանին, Մերի բոլորին հետաքրքրող թոփ հարցին։ Անձը միշտ կարող է գալ եւ դիմել ապաստանի։ Այսինքն, եթե անձը գալիս է տուրիստական կամ մեկ այլ ոչ ներգաղթային վիզայով ԱՄՆ, նա հանգիստ կարող է դիմել։ Երկրորդ ամենակարևոր հարցը, եթե մարդուն արդեն կանչել են հարցազրույցի, հետաձգել, թե այս պայմաններում միևնույնն է գնալ։ Ես կարծում եմ, որ միևնույնն է գնալ, բայց ես միշտ հետաձգելուն կողմ եմ այն պարագայում, երբ որ անձը պատրաստ չի հարցազրույցին, օրինակ չունի բավարար ապացույցներ, օրինակ պատմություն չունի, կամ ինչ որ այլ հանգամանքներ կան, խնդիրներ կան, որոնց արդյունքում անձը կարող է ներկայանալ հարցազրույցի եւ չստանալ այդ ցանկալի ապաստանը։ Իսկ մնացած պարագայում ես խորհուրդ չեմ տալիս հետաձգել, ինչու, որովհետեւ հետաձգումը շատ կարճաժամկետ է լինում։ Մենք այսօր եմ տեսնում ենք, եթե անձին հետաձգում են, ապա 2-3 ամիս հետո նորից անձին հրավիրում են հարցազրույցի։ Ապաստանի գրասենյակի հետ կապված դատարանում շատ ավելի երկար է։ Շնորհակալություն ու ես կխնդրեմ, որպեսզի ձեզ հետաքրքրող բոլոր էմիգրացիոն հարցերը ուղարկեք իմ Instagram-ի էջին, թողնեք այս վիդեոյի կոմենտներում ու մենք բարբերաբար Մերիի հետ դրանց կանդրադառնանք։ Ինչ որ հրաշքով երկրորդ օդաչուն կարողանում է հասնել իր աթոռին։ Ղեկը վերցնում է ձեռքը եւ կարողանում է մի կերպ ինքնաթիռը ուղղել օդի մեջ, իջեցնելով քթի հատվածը։ Բարենպաստ պայմաններ են ստեղծվում։ Կապիտանը 15-ամյա Էլդարին հանում է իր աթոռից եւ նորից ինքնաթիռի ղեկը իր ձեռքն է վերցնում ու մի քանի րոպե թվում է, թե ամեն ինչ անցյալում է։ Միայն թե այս րոպեների ընթացքում, երբ օդաչուի խցիկում բացարձակ պանիկա էր տիրում, ոչ ոք չէր հասկանում, որ ուղղությամբ են իրենք գնացել, ինչքան են բարձրություն կորցրել եւ դեպի ուր են թեքվել։ Իրականում ինքնաթիռը հաշված րոպեների ընթացքում 4000 մետր բարձրությունից իջել էր մինչև 1000 մետր բարձրություն, իսկ ներքևում Սիբիրյան լեռներն էին։ Ինքնաթիռի ներքևի հատվածը մխրճվում է ծառերի գագաթների մեջ, ինչի արդյունքում էլ ողբերգական վթար։ 63 ուղևոր, 12 էկիպաժի անդամներ, բոլորը, կապիտանը, կինը եւ 2 երեխաները, բոլորը մահանում են։ Եվ օդում կախված է մնում մի կարևոր հարց. ով էր մեղավորը այս պատմության մեջ։ Մեղավոր էր երեխան, մեղավոր էր կապիտանը, որը ինքնաթիռի եւ տասնյակ մարդկանց կյանքեր ուղղակի խաղի էր վերածել եւ փոխանցել էր իր 15-ամյա երեխայի ձեռքը, թե երկրորդ օդաչուն, որովհետև իրականում այն, որ օդաչուն կարող էր ղեկը փոխանցել երեխային ու ինքնաթիռը փոխանցել ավտոպիլոտի, ընդունված պրակտիկա էր, դա առաջին դեպքը չէր։ Այս ժամանակ երկրորդ օդաչուից պահանջվում է մնալ իր տեղում եւ լինել այդ պաշտպանական բարձիկը, որ եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չգնա, վերահսկողությունից ինքնաթիռը դուրս չգա։ Բայց ինչ էր անում այդ պահին, երբ 15 տարեկան Էլդարը կառավարում էր ինքնաթիռը երկրորդ օդաչուն։ Նա օդաչուի խցիկի հակառակ կողմում վիդեո էր նկարում։ Գրեք կոմենտներում ձեր կարծիքով ով էր այս պատմության մեղավորը, թեև հիմա արդեն դա ուշացած հարց է։ Իսկ դու գիտես, որ ինքնաթիռների սև արկղի սև լինելը ուղղակի միֆ է։ Իրականում ինքնաթիռների սև արկղերը նարնջագույն են, վառ նարնջագույն, որպեսզի դրանք հեշտ լինի գտնել փրկարարներին վթարից հետո։ Եվ իրականում քչերը գիտեն, որ ինքնաթիռում լինում է 2 սև արկղ, որպեսզի եթե առաջինը ոչնչանա, երկրորդը պատմի այն, ինչ տեղի է ունեցել վթարից րոպեներ առաջ ինքնաթիռի վրա։ Իսկ հիմա հաջորդ պատմությունը, որը անհավանական է նրանով, որ ոչ ոք չի մահանում, ոչ մի զոհ չի լինում, բայց այս պատմությունը ստիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին 2 կործանիչ ինքնաթիռ բարձրացնել օդ եւ հատուկ ծառայություններ բերել Նյու Յորքի օդանավակայան։ 2011 թվական նոյեմբերի 16
Ամերիկյան ավիաընկերության Boeing 767-ը իրականացնում է թռիչք դեպի Նյու Յորք։ Վայրէջքին մնացել էր ընդամենը 30 րոպե, եւ ինքնաթիռի կապիտանը որոշում է առանձնանալ, ուղղակի զուգարան գնալ։ Ըստ անվտանգության կանոնների կապիտանի դուրս գալուց հետո երկրորդ օդաչուն փակում է օդաչուի խցիկի դուռը եւ շարունակում է կառավարել ինքնաթիռը։ Ու ընդամենը մի քանի րոպե հետո կառավարման կետի օպերատորին կապ է հաստատում երկրորդ օդաչուն ու ասում է անհավանական մի բան։ Երկրորդ օդաչուն կապ է հաստատում ու ասում է, որ կապիտանը լքել է օդաչուի խցիկը ու այլևս հետ չի վերադարձել։ Իսկ հենց հիմա օդաչուի խցիկի դուռը թակում է ու ամեն գնով փորձում է ներս խուժել տղամարդ, անծանոթ, արևելյան ակցենտով։ Ես հիշեցնեմ, որ սա 2011 թվականն էր։ Սեպտեմբերի 11-ի իրադարձությունները արդեն տեղի էին ունեցել, իսկ թռիչքը իրականացվում էր դեպի Նյու Յորքի օդանավակայան։ Այս հաղորդագրությունը ուղարկելուց հետո երկրորդ օդաչուն խնդրում է օպերատորին մի պահ թույլ տալ իրեն հասկանալ, թե ինչ է կատարվում եւ փորձել լուծել իրավիճակը։ Անցնում է եւս մի քանի րոպե։ Երկրորդ օդաչուն կրկին կապի է դուրս գալիս եւ այս անգամ շատ ավելի տագնապած ասում է, որ կապիտանը դեռևս հետ չի վերադարձել օդաչուի խցիկ, իսկ տղամարդը շարունակում է տագնապած թակել օդաչուի խցիկի դուռը ամեն գնով փորձելով ներս մտնել։ Կառավարման կետում հայտարարվում է արտակարգ դրություն։ That's affirmative. This is the FO. The captain disappeared in the back. Went to use the restroom. Նյու Յորքի օդանավակայանի տարածքում օդ է բարձրացվում միանգամից 2 կործանիչ։ Կազմ պատրաստ, որ եթե ինքնաթիռը վայրէջք չկատարի օդանավակայանում եւ շարունակի իր ճանապարհը դեպի Նյու Յորքի կենտրոն, ինքնաթիռը պետք է վերացվեր։ Մի քանի րոպե հետո երկրորդ օդաչուն նորից կապի է դուրս գալիս, այս անգամ հայտնելով անհավանական մի բան։ Հիմա ես եկել եմ Զավանտ Էսթետիկս ու խնդրելու եմ, որ Զարա Հարությունյանը մեզ բոլորիս խորհուրդ տա, ոնց է պետք անել բոթաքս, որպեսզի ունենաս լավ արդյունք, որովհետև բոլորի աչքը վախեցած է, որ ունքը կթռնի, սառած կլինեն, ինչից է պետք զբոսանալ։ Կամ շատ մարդիկ անհանգստանում են հանգարցակի ունքը չկախվի։ Ուղղակի իր ինջեկտորը պետք է իմանա basic anatomy-ն, որտեղ է մկանները կպած, որտեղ կարելի է սրսկել, որտեղ պետք է խուսափել։ Մյուս բանը, որից են շատերը խուսափում ու երևի տեսել եք Ջակ Նիկոլսոնը, ասենց զարմացած տնակներ ունքերով մարդկանց, ասենց մի տեսակ Ջակ Նիկոլսոն եմ ես ասում, 3-րդ եւ 4-րդ։ Մի 4-ը պրոբլեմա կա, որը շատ են խոսում, երբ որ սրսկում են, ասենց մի տեսակ թշիկներ են ստանում։ Ինչի, որովհետեւ իրանց ինջեկտորը սրսկելուց հանկարծակի սխալ մկանի մեջ է բոթոքսը ներարկել ու այդ մկանը անշարժացրել է։ Դա զայգոմատիկոս մկաններն են, որը արդեն թուշը տանել բերելու ոնց որ ֆունկցիան են կատարում։ Եվ վերջապես այն սառացած, զարմացած դեմքերը, օրինակ ես personally նախընտրում եմ իմ client-ներին, patient-ներին ավելի ոնց որ աշխուժ միմիկա թողնել, ինչքան շատ unit ես ներարկում, այդքան արդյունքը ավելի երկար է պահում։ Բայց արդյոք արժի քարացած դեմքով մի 4-5 ամիս ման գալ, որ հետո մի 2 ամիս էլ նորմալ մարդու դեմքով ման գալ, ինձ թվում է չարժի։ Դրա համար նախընտրելի է ճիշտ քանակի բոտոքս ներարկել, ճիշտ մկանային շարժը թույլատնելու համար, որպեսզի մարդը 3-ից 4 ամիս նատուրալ դեմքի արտահայտությունով ման գա, մարդու չվախացնի, չզարմացնի, ինքն չվախենա ինքը իրան հայլու մեջ նայելու համար։ Եթե որևէ beauty պրոցեդուրա եք ուզում անել, botox ֆիլերներ, լազերային պրոցեդուրաներ, այստեղ Լոս Անջելեսում կարող եք գալ Զավանտ Էսթետիկս, որը հիմա մասնաճյուղ ունի նաև Բրբանկում։ Տղամարդը արևելյան ակցենտով ոչ միայն թակում է օդաչուի խցիկի դուռը, պահանջելով ներս մտնել, այլ նաև հայտնել է գաղտնաբառը։
Գաղտնաբառը, որը գիտի սովորաբար միայն կապիտանը եւ երկրորդ օդաչուն։ Հետևությունը մեկն էր. կապիտանին գերի են վերցրել եւ արևելյան ակցենտով տղամարդը փորձում է գրավել ինքնաթիռի ղեկը։ Արտակարգ դրությունը կառավարման կետում ել ավելի է սրվում։ FBI-ը եւ բոլոր հատուկ ծառայությունները մոբիլիզացվում են պատրաստ դիմավորելու ինքնաթիռը Նյու Յորքի օդանավակայանում։ Եվ այդ ժամանակ ընդամենը մի քանի վայրկյան անց կառավարման կետը նորից կապ է ստանում ինքնաթիռից։ Եվ այս անգամ հաղորդիչի մեջ լսվում է կապիտանի ձայնը։ Negative. The captain, myself, went out to the laboratory, and the door latch broke and had to fight my way out of it with my body to get the door open. Կապիտանը հայտնում է անհավանականը։ Նա ասում է, որ իսկապես դուրս է եկել օդաչուի խցիկից, որպեսզի զուգարան գնա, ու երբ որ մտել է զուգարան, կողպեքը փչացել է եւ ինքը հնարավորություն չի ունեցել դուրս գալ զուգարանից։ Այդ ժամանակ կապիտանը սկսել է ուժեղ ծեծել դուռը եւ պարզապես առաջին դասի ուղևորներից մեկը, ով արմատներով եղել է սիրիացի, լսել է ու մոտեցել է զուգարանի դռանը, որպեսզի օգնություն ցույց տա, ու կապիտանը խնդրել է նրան գնալ օդաչուի խցիկ եւ հայտնել երկրորդ օդաչուին, թե ինչ է տեղի ունեցել։ Մի քանի րոպե հետո, երբ տղամարդը հետ է վերադարձել ու ասել է, որ երկրորդ օդաչուն դուռը չի բացում, կապիտանը նրան հայտնել է գաղտնաբառը, հույսով, որ գաղտնաբառը լսելուց հետո երկրորդ օդաչուն կբացի խցիկի դուռը եւ կշտապի իրեն հանել զուգարանից, բայց երկրորդ օդաչուն վարվում է այնպես, ինչպես պետք է վարվեր նման իրավիճակում։ Նա անվտանգությունը ուղևորների եւ ինքնաթիռի դնում է առաջին դերում եւ պարզապես կոնտակտի դուրս չի գալիս դուռը թակող տղամարդու հետ։ Ի վերջո, կապիտանը ստիպված է լինում սեփական մարմնով կոտրել զուգարանի դուռը, հասնել իր խցիկին եւ բարեհաջող վայրեջք իրականացնել Նյու Յորքի օդանավակայանում։ Ամենայն հավանականությամբ դու հիմա նայում ես այս վիդեոն ու մտածում ես Աստված իմ, ես էլ երբեք ինքնաթիռ չեմ բարձրանա կամ Աստված իմ, ինչ է խոսում այս աղջիկը, ես պետք է ինքնաթիռով թռչեմ դեռևս։ Բայց միշտ ապիր վախենալ, որովհետև ըստ վիճակագրության ինքնաթիռը շարունակում է մնալ ամենաանվտանգ տրանսպորտային միջոցներից մեկը, բայց ամեն դեպքում կան նաև քայլեր, որոնք դու կարող ես ձեռնարկել ավելի ապահովագրելու համար քեզ, երբ բարձրանում ես ինքնաթիռ։ Առաջինը՝ միշտ նախապատվությունը տուր մեծ ինքնաթիռներին, որովհետև մեծ ինքնաթիռները ենթադրում են անվտանգության շատ ավելի լուրջ նորմեր ու համակարգեր։ Երկրորդ՝ միշտ փորձիր նստել վթարային ելքերի մոտ։ Երրորդ՝ ընտրիր նստատեղ, որ ավելի մոտ է ինքնաթիռի պոչային հատվածին, որովհետև ստատիստիկան ցույց է տալիս, որ վթարների արդյունքում ինքնաթիռի պոչի հատվածը շատ ավելի անվնաս է մնում։ Ինքնաթիռ բարձրանալիս փորձեք հագնել միշտ երկարաթև հագուստ եւ ծածկել ձեր ոտքերը։ Ունտրեք միշտ բամբակե հագուստ, որպեսզի ցանկացած այրման ժամանակ սինթետիկան ձեր մաշկին չհալվի։ Եվ ամենակարևորը հիշեք, ամենավտանգավոր րոպեները թռիչքից 3 րոպե հետո եւ վայրեջքից 8 րոպե առաջ է։ Հետևաբար այս 11 րոպեների ընթացքում խորհուրդ չի տրվում քնել եւ լինել հեռախոսի մեջ։ Ձայնագրությունը չափազանց տպավորիչ է, որովհետև այն ցույց է տալիս, թե ինչպես են օդաչուները մինչև վերջին վայրկյանը, հասկանալով, գիտակցելով, որ իրականում ամեն ինչ արդեն վերջացած է, պայքարում, ու այդ պայքարը տևում է ոչ ավել ոչ պակաս 32 րոպե, որոնք օդաչուները նվիրում են իրենց ուղևորներին, որ նրանք կարողանան իրենց վերջին հրաժեշտի նամակները գրել բարեկամներին ու սիրելիներին։ 1985 թվականի օգոստոսի 12 Տոկիոյի Հասադա օդանավակայան ճապոնական ավիաուղիների Boeing 747-ը պատրաստվում է չվերթ իրականացնել դեպի Օսակա։ Թռիչքը տևելու էր 40 րոպե։ Սա այս ժամանակահատվածում ամենամեծ մարդատար ինքնաթիռն էր։ Ինքնաթիռը օդ է բարձրանում երեկոյան 6:12 րոպե եւ ուղիղ 12 րոպե հետո տեղի է ունենում
անհավանական մի բան՝ պայթյուն։ Պայթյունը տեղի է ունենում ինքնաթիռի պոչի հատվածում, ինչի արդյունքում ճնշումը խցիկում կտրուկ ընկնում է ու թթվածնային դիմակները ինքնաբերաբար ընկնում են։ Ինքնաթիռի վրա կար 509 ուղևոր, գումարած 12 էկիպաժի անդամներ, կապիտանը, օդաչուն եւ ինժեները։ Այդ պահին ոչ ոք չէր հասկանում, բայց բոլորը դատապարտված էին։ Ինքնաթիռի կապիտանը շատ փորձառու էր, նա վետերան էր ու անցկացրել էր 12000 ժամ օդում։ Հասկանալով, որ մի բան այն չէ, նա միանգամից փորձում է ինքնաթիռը հետ շրջադարձ կատարել եւ վերադարձնել դեպի Տոկիո, բայց հենց այդ ժամանակ նա գիտակցում է սարսափելին։ Ինքնաթիռը իրեն այլևս չի ենթարկվում։ Ինչ էր տեղի ունեցել։ Ինքնաթիռի հետևի հատվածում պայթյունը իրականում հունից հանել էր եւ ավիրել էր ինքնաթիռի պոչի ուղղահայաց կայունարարի մեծ մասը, ինչի արդյունքում ինքնաթիռը այլևս չէր ենթարկվում օդաչուներին։ Եվ այդ ժամանակ գլխավոր օդաչուն, երկրորդ օդաչուն եւ ինժեները անում են այն, ինչը ուղղակի ֆանտաստիկ էր ու անհավանական։ Նրանք գտնում են ինքնաթիռը ղեկավարելու մի հնարք։ Ավելացնելով ձախ շարժիչը, ինքնաթիռը թեքվում էր մի քիչ դեպի աջ։ Ավելացնելով աջ շարժիչը, նրանք կարողանում էին ինքնաթիռը մի քիչ թեքել դեպի ձախ եւ այդպես 32 րոպե։ 32 րոպե կապիտանը, երկրորդ օդաչուն ու ինժեները խաղալիքի պես կառավարում էին ինքնաթիռը, փորձելով մինչև վերջին վայրկյանը փրկել 509 մարդու կյանք եւ իրենց սեփական կյանքերը։ Իսկ ամենակարևորը, նրանք նվիրում են 32 րոպե ուղևորներին, ովքեր արդեն հասկացել էին, որ դատապարտված են։ Նրանցից շատերը այս 32 րոպեն օգտագործում են ոչ թե մահվան, այլ կյանքի մասին մտածելու համար։ 29 հոգի։ Հենց այդքան մարդ վերջին 32 րոպեվա ընթացքում գրում է նամակ։ Նրանցից ոմանք գրում են նամակ իրենց կանանց, որպեսզի լավ պահեն երեխաներին ու երջանիկ ապրեն։ Մյուսները գրում են շնորհակալական նամակներ հարազատներին, ասելով, թե ինչքան գեղեցիկ էր կյանքը նրանց հետ։ 32 րոպե, 29 նամակ, ու այդ նամակները ինքնաթիռի ողբերգական վթարից հետո գտնվում են ու փոխանցվում են բարեկամներին։ Երեկոյան 18:56 րոպեեր ինքնաթիռը հայտնվում է լեռների վրա, եւ այդ ժամանակ կապիտանը հասկանում է, որ սա արդեն վերջն է։ Ու այս արտահայտության ժամանակ զգացվում է, որքան հուսալքված է նա։ Վթարը իսկապես ողբերգական էր։ Փրկարար ուղաթիռը, որը հասնում է դեպքի վայր երեկոյան, հասկանում է, որ ոչ մի օգնություն չի կարող ցուցաբերել, որովհետև ինքնաթիռը վթարի էր ենթարկվել լեռների անանցանելի հատվածում, որտեղ ուղաթիռը պարզապես չէր կարող այդ պահին վայրէջք իրականացնել։ Փրկարարները եւս մեկ անգամ վերադառնում են արդեն առավոտյան եւ գտնում են 4 ողջ մնացած ուղևորի, ու այդ ողջ մնացած 4 ուղևորը պատմում են ցնցող մի բան։ Պարզվում է ինքնաթիռի ողբերգական վթարից անմիջապես հետո շատ ուղևորներ դեռևս ողջ են եղել, բայց ուղաթիռը որոշել է երեկոյան չիջնել լեռների վրա եւ օգնություն չտրամադրել, մտածելով, որ նման վթարից հետո երևի թե շատ ողջ մնացածներ չեն լինի։ Եվ այդ մարդիկ պարզապես չեն դիմացել գիշերը ցրտից, արյունահոսությունից եւ ուժեղ հարվածներից։ Բայց ամենասարսափելին այն էր, երբ պարզ է դառնում, թե իրականում ինչի պատճառով է տեղի ունեցել վթարը։ Իրականում դեպքից 7 տարի առաջ պարզվում է, որ նույն Boeing 747-ը թեթև վնասվածք է ստանում։ Վայրեջքի ժամանակ օդաչուն սխալ է իրականացնում մանևրը եւ ինքնաթիռի հետևի հատվածը ժամանակից շուտ դիպչում է չվերթուղուն։ Ինքնաթիռի նորոգման աշխատանքները պետք է իրականացվեին Boeing-ի
պարամետրերին համապատասխան, բայց մեխանիկը մի սխալ է իրականացնում միացումների մեջ, մեկ սխալ։ Այդ մեկ սխալով Boeing 747-ը թռչում է եւս 7 տարի, բայց 7 տարի անց այլևս չի դիմանում։ Մեկ միացում ու մեկ սխալ, որ տանում է 509 մարդու կյանք։ Այս դեպքից հետո մեխանիկը, որ իրականացրել էր սխալ նորոգումը, վերջ է տալիս կյանքին։ Իսկ հիմա այն պատմությունը, որը խոստացել էի ամենասկզբում, ամենաանհավանական եւ ամենահուզիչ ու տպավորիչ պատմություններից մեկը։ Եթե փնտրում եք ռեստորան ձեր իվենթի համար, կնունք, ծնունդ, հարսանիք, baby shower, վերանդան լավագույն տարբերակներից է, բացատրեմ ինչու։ Նախ ուտելիքը իսկապես շատ համեղ է եւ ունեն փաթեթներ, որոնք հարմար գներով են սկսվում։ Երկրորդ, վերանդայում երգում են տարբեր ու բազմաոճ երգացանկով երգիչներ, ինչը ձեր իվենթի երաժշտական երեկոն դարձնում է շատ բազմատեսակ ու հարուստ։ Հարմար է թե մեծ իվենթների եւ թե փոքր իվենթների համար ու տարածքը այնպիսին է, որ կարող եք ստանալ ձեր իվենթի թեմատիկային համապատասխանող դիզայն։ Հիշեք վերանդան ձեր հաջորդ իվենթի համար։ 2002 թվական հուլիսի 1 Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայան բաշկիրական ավիաընկերության Տուպոլով 145 ինքնաթիռը պատրաստվում է իրականացնել չվերթ Մոսկվա Բարսելոնա։ Ինքնաթիռում 60 ուղևոր է, որոնցից 45-ը երեխաներ են։ Սա երեխաների մեծ խումբ էր, ովքեր մեկնում էին Բարսելոնա ամառային ճամբարի։ Նրանց ծնողները երկար ժամանակ գումար էին հավաքել երեխաներին լավ սովորելու դիմաց եվրոպական ճամբարի տոմս գնելու համար։ Ինքնաթիռում էր նաև մի ընտանիք, մայրը եւ 2 երեխաները։ Նրանք շտապում էին Բարսելոնա, որովհետեւ ընտանիքի հայրը ճարտարապետ էր եւ Բարսելոնայում այդ ամիսներին աշխատում էր։ Ամառային արձակուրդների առիթը օգտագործելով մայրը որոշել էր երեխաներին տանել հոր մոտ։ Ինքնաթիռը պատրաստ էր արդեն թռիչքի, բայց պարզվում է վերջին րոպեին, որ ինքնաթիռ չեն բարձրացրել սնունդ։ Հարցը շատ արագ լուծում են։ 20 րոպե անց սնունդը լինում է արդեն ինքնաթիռի վրա եւ ինքնաթիռը պատրաստ էր օդ բարձրանալ։ Այս նույն օրը, գրեթե նույն ժամանակ, մեկ այլ ինքնաթիռ, DHL-ի Boeing 757 ինքնաթիռը, որը բեռնատար էր, պատրաստվում էր օդ բարձրանալ ուղևորություն վերցնելով դեպի Գերմանիա։ Տուպոլով 145-ը եւ DHL-ի Boeing 747-ը հատելու էին նույն օդային տարածքը Գերմանիայի սահմաններում։ Պարզապես առաջինը ըստ չվացուցակի պետք է այդ նույն օդային տարածքով անցներ Տուպոլով 145 մարդատար ինքնաթիռը, իսկ 20 րոպե հետո արդեն նույն օդային տարածքում պետք է հայտնվեր DHL-ի բեռնատար ինքնաթիռը, բայց մի փոքրիկ դետալ։ Սնունդը ինքնաթիռ չբարձրացնելու պատճառով Տուպոլով 145-ը օդ բարձրանում է 20 րոպե ուշացումով եւ 10,000 մետր բարձրության վրա Գերմանիայի օդային տարածքում երկու ինքնաթիռները հանդիպում են իրար։ Այդ գիշեր երկու ինքնաթիռների կառավարական կետը գտնվում էր Շվեյցարիայում եւ կառավարումը իրականացնում էր Skyguide ընկերությունը։ Բայց այդ գիշեր Skyguide ընկերությունում աշխատում էր ընդամենը երկու օպերատոր, որոնցից մեկը վերջին պահին որոշում է գնալ ընդմիջման։ Ըստ կանոնների նման բան անթույլատրելի էր, բայց քանի որ երկու օպերատորները միասին աշխատել էին ամբողջ երեկո, ոչ մի տարօրինակ բան չեն տեսնում այն բանի մեջ, որ օպերատորներից մեկը գնա ընդմիջման, իսկ մյուսը 34-ամյա Պյոտր Նիլսոնը միայնակ հետևի երկու ինքնաթիռների ճանապարհին։ Պյոտր Նիլսոնը վերջին վայրկյանին է նկատում, որ բեռնատար ինքնաթիռը եւ մարդատար ինքնաթիռը նույն հատվածում
հայտնվել են նույն օդային տարածքում եւ ուր որ է տեղի ունենալու բախում։ Վերջին վայրկյաններին Պյոտր Նիլսոնը փորձում է փրկել իրավիճակը, բայց այստեղ էլ նա թույլ է տալիս հսկայական սխալ։ Պյոտր Նիլսոնը խառնում է ամեն ինչ հնարավոր է։ Նա ոչ միայն ուշ է նկատում երկու ինքնաթիռների նույն օդային տարածքում, նա նաև սկսում է տալ սխալ հրահանգներ։ Այն ինքնաթիռը, որը վերևում էր, իսկ դա մարդատար ինքնաթիռն էր, հրաման է ստանում իջնել բարձրանալու փոխարեն, իսկ այն ինքնաթիռը, որը ներքևում էր գտնվում, այսինքն բեռնատարը, հրաման է ստանում բարձրանալ, ոչ թե իջնել։ Սրան զուգահեռ յուրաքանչյուր ինքնաթիռի ներսում դրված են որոշակի ապարատներ, այսպես ասած ռադարներ, որոնք ներսից նկատում են շրջապատում գտնվող այլ ինքնաթիռները եւ տալիս են համապատասխան հրահանգներ օդաչուների։ Մարդատար ինքնաթիռի ռադարը նկատել էր, որ շրջակայքում կա ինքնաթիռ եւ տալիս էր հստակ ցուցում բարձրանալ վեր։ Իսկ բեռնատար ինքնաթիռի ռադարը տալիս էր հստակ ցուցում իջնել ցած։ Երկու ինքնաթիռների ռադարները տալիս էին ճիշտ ցուցումները։ Մեկը պետք է բարձրանար վեր, մյուսը պետք է իջներ ներքև, բայց խնդիրն այն էր, որ օպերատորական կենտրոնից Նիլսոնը տալիս էր կատեգորիկ հակառակ հրահանգը։ Եվ այդ տարիներին գործող կանոնակարգի համաձայն օդաչուները, եթե ունեին երկու իրար հակադիր հրաման, ապա պետք է կատարեին կառավարող օպերատորի, այս դեպքում Նիլսոնի սխալ հրահանգը։ Արդյունքում երկու ինքնաթիռները երեկոյան 21:35 րոպե բախվում են իրար։ Դեյջելի Boeing 757 ինքնաթիռը իր պոչային հատվածով ուղղահայաց կայունարարով բախվում է ուղիղ մարդատար ինքնաթիռի կենտրոնական հատվածին, ինքնաթիռը անելով բառի բուն իմաստով 2.5։ Ոչ ոք ողջ չի մնում երկու ինքնաթիռներում էլ 71 մարդ, որոնցից 45-ը երեխաներ էին, զոհվում են վթարի արդյունքում։ Բայց այս ամենով պատմությունը չի ավարտվում, ավելին ասեմ, երևի թե ամենասարսափելի դրվագներից մեկը դեռ առջևում է։ Այս իրադարձությունից հետո օպերատորական ընկերությունը Skyguide ընկերությունը մեղավորությունը իր վրա չի վերցնում եւ չի խոստովանում, որ իրականում աշխատանքային բացթողում է թույլ տվել, թողնելով օպերատորական կետում ընդամենը երկու օպերատորի, որոնք միաժամանակ պետք է ղեկավարեին երկու ինքնաթիռ, ավելին այդ երեկո շատ մոնիտորներ չեն աշխատել։ Հիշում եք, ես պատմում էի, որ ինքնաթիռում եղել է մայր երկու երեխաների հետ։ Նրանց հայրը Վիկտոր Կալոևը, ով ճարտարապետ էր ու աշխատում էր Բարսելոնայում եւ այդպես էլ չի կարողանում դիմավորել իր ընտանիքին Բարսելոնայում, դատարան է գնում եւ պահանջում է մի բան՝ արդարադատություն իր ընտանիքի, կնոջ ու երեխաների համար։ Նա պահանջում էր մի բան, որպեսզի Skyguide ընկերությունը ընդունի իր մեղավորությունը, վճարի տուգանքը եւ պատժի ամբարեխիղճ օպերատորներին, բայց Skyguide ընկերությունը մեղավորությունը իր վրա չի վերցնում եւ միայնակ այս պայքարում թողնում է օպերատորին Պյոտր Նիլսոնին։ Դատարանային քաշքշուկները շարունակվում են 2 տարի, 2004 թվական։ Պյոտր Նիլսոնը իր տանն է, հղի կնոջ եւ 2 երեխաների հետ։ Նրա դուռը թակում է։ Տղամարդը բացում է դուռը եւ միանգամից հասկանում է, թե ով է կանգնած իր դրանշեմին։ Նրա դրանշեմին կանգնած էր Վիկտոր Կալոևը։ Մենք հայերս, որ գալիս ենք Հայաստանից, Ռուսաստանից, միշտ խառնենք, որովհետև կապ տուն ենք գնում, կապ տուն ենք վաճառում կամ ժառանգություն պետք է ընդունենք եւ դրա համար իհարկե մենք չենք կարող գնալ, հասնել նորից Հայաստան կամ Ռուսաստան, ինչ անել, այստեղ Լոս Անջելեսում գտնել լավ նոտար։ Ինչ գործարքներ եք անում։ Նոտարական ծառայությունների մեջ մտնում են նաև լիազորագրերը, որոնք մենք պատրաստում ենք Հայաստան, Ռուսաստան ուղարկելու համար եւ մարդիկ հնարավորություն ունեն չլքելով երկիրը, կազմակերպել իրենց բոլոր գործերը այստեղից այնտեղ լիազորելով ինչ-որ մեկին։ Առնել, վաճառել, նվիրել, ժառանգություն ընդունել կամ հրաժարվել,
շատ տարբեր են գործարքները, նույնիսկ կա հնարավորություն, օրինակ անչափահաս երեխայի անձնագրի ժամկետը լրանում է եւ դեսպանատնով դա մի փոքր երկար է տևում, մի քանի ամիս լիազորագրի հիման վրա կարող եք ձեռք բերել 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանում։ Գիտեմ նաև այսօր ինձ պատմեցիք, որ ունեք նոր շատ հետաքրքիր ծառայություն այստեղ։ Այո։ Պատմենք նաև, որտեղ վստահ եմ շատ մարդու կհետաքրքրի։ Այո, մեր հաճախորդներին որոշել ենք ուրախացնենք եւ նոր ծառայություն ունենք, այսինքն մենք մեր գրասենյակում ունենք լիցենզավորվել ենք եւ կարող ենք կազմակերպել ամուսնություն, գրանցել եւ նույն օրը սերտիֆիկատը տալ մարդկանց։ Ընդ որում ցանկության դեպքում կարող են կազմակերպել գեղեցիկ ամուսնական արարողություն, ինչպես գրասենյակում, այնպես էլ ձեր նշված ցանկացած վայրում։ Տղամարդը, ով կորցրել էր իր կնոջն ու 2 երեխաներին ավիավթարի արդյունքում, որի գլխավոր մեղավորը ըստ էության Պյոտր Նիլսոնի անբարեխիղճ աշխատանքն էր։ Նիլսոնը միանգամից հասկանում է, թե ինչ է տեղի ունենալու։ Նա գոռում է եւ խնդրում է կնոջը վերցնել երեխաներին ու արագ փախչել կամ թաքնվել եւ խնդրում է Կալոևին, որպեսզի նա չվնասի իրեն։ Բայց Կալոևը միացնում է թայմերը 6 րոպե։ 6 րոպե տղամարդը հարվածում է Պյոտր Նիլսոնին։ 6 րոպե ուղիղ այնքան, որքան ժամանակ ընկել է ինքնաթիռը, որի մեջ եղել է նրա կինը եւ երեխաները։ Պյոտր Կալոևի ձերբակալում են, բայց դրանից հետո համաձայնություն ստանալով նրան հանձնում են Ռուսաստան։ Եվ այս դեպքի հետ կապված մարդկանց կարծիքները 2 ճամբարի էին բաժանված։ Մի մասը մարդկանց մտածում է, որ տղամարդու արարքը շատ հասկանալի էր, որովհետեւ եթե դատարանը չպատժեց մեղավորներին, նա որոշեց արդարադատությունը եւ պատիժը իրականացնելը վերցնել իր ձեռքը։ Մյուսները կարծում են, որ ոչ մի կերպ տղամարդու արարքը չի արդարացվում։ Գրեք կոմենտներում ձեր կարծիքը, ինչ եք դուք մտածում։ Դուք հասկանում եք այն, ինչ արեց Կալոևը, թե կարծում եք, որ այնուամենայնիվ նման քայլը ոչ մի կերպ ընդունելի եւ հասկանալի չէ նույնիսկ մարդու համար, ով կորցրել էր կնոջը եւ երեխաներին։ 4 պատմություն։ Մենք լսեցինք 4 իրական ձայնագրություններ իրական պատմություններով, այո, ողբերգական։ Բայց դրանք պատմություններ էին, որոնց հետևում կանգնած էին մարդիկ, ովքեր սխալ էին թույլ տվել, ովքեր հոգնել էին թռիչքի պահին։ Ու այս բոլոր պատմությունները մի բանի մասին են։ Հաջորդ անգամ պարզապես, երբ բարձրանաք ինքնաթիռ, իսկ որ ամենակարևորն է իջնեք ինքնաթիռից, մի պահ կանգ առեք ու շնորհակալություն հայտնեք մարդկանց, ովքեր ձեր թռիչքի ժամանակ չէին հոգնել։ Ես սպասում եմ ձեզ կոմենտներում գրեք 4 պատմություններից, որ պատմությունն էր ամենատպավորիչը ձեզ համար։ Ինձ համար ամենատպավորիչը առաջին պատմությունն էր, երեխայի պատմությունը, ու հենց այդ պատմության հետ կապված ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Ինչ եք դուք մտածում, մեղավոր էր կապիտանը, որը ղեկը փոխանցել էր իր երեխային, թե մեղավոր էր իրականում երկրորդ օդաչուն, որը պետք է մնար իր աթոռում, այլ ոչ թե վիդեոներ նկարեր օդաչուի խցիկի հակառակ կողմում։ Եվ իհարկե սպասում եմ ձեր հետաքրքիր պատասխանները, ով է ձեզնից վախենում ինքնաթիռներից եւ թռիչքներից, իսկ ով է սիրում թռիչքները։ Խնդրում եմ անպայման լայքել այս վիդեոն, բաժանորդագրվել իմ ալիքին, եթե դեռ բաժանորդագրված չեք, եւ իհարկե, եթե ունեք հետաքրքիր թեմաներ, որոնց մասին ուզում եք ես նկարեմ նոր վիդեոներ, թողեք մեկնաբանություններում։